Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին ու ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում խաղի կանոնները հաղորդումն է։ Հիշեցնեմ, որ այն իրականացվում է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ համատեղ։ Իսկ մեր այսօրվա հյուրերն են սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Շուշանիկ Ղազարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ հանձնաժողովի անդամի օգնական Նարե Պարոնյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ մի կարևոր հարցի եմ ուզում այսօր անդրադառնանք, մասնավորապես նրան, որ մեր առօրյայում մեզանից յուրաքանչյուրը որպես սպառող առնչվում է ինչ-որ ծառայություն կամ ապրանք գնելիս բիզնեսի կողմից այսպես տիպային ձևով ներկայացված սահմանված պայմանագրերի հետ։ Եվ հաշվի առնելով նաև այն փաստը, որ օգոստոսի 1-ից հանձնաժողովը նաև վերանվանվել է մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, ես կուզեմ հասկանանք այս համատեքստում, երբ որ կա պայմանագիր և պայմանագրային հարաբերություն, հանձնաժողովը հանձնառու է արդյոք պաշտպանել սպառողի շահերը։ Իրականում շատ կարևոր հարց եք բարձրացնում, որը նաև մեծ տարածում ունի, որովհետև մեզանից յուրաքանչյուրը որպես սպառող, երբ խանութ ենք մտնում, ինչ-որ ապրանք ենք ձեռք բերում կամ ինչ-որ ծառայություն ենք ձեռք բերում, անընդհատ պայմանագրային հարաբերությունների հետ ենք առնչվում։ Ու ինչն է հատկանշական, որ այս հարաբերություններում սպառողը ի տարբերություն տնտեսավարող սուբյեկտի բիզնեսի միշտ ավելի թույլ դիրքերում է գտնվում, հենց դրա համար սպառողների շահերի պաշտպանությունը բավականին կարևորվում է։ Ինչ վերաբերում է հենց հանձնաժողովի գործունեությանը, ինչպես արդեն նշեցիք, այո, օգոստոսի 1-ից հանձնաժողովը գործում է որպես մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով եւ նաեւ վերանվանվել է օրենքը, ստանալով մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենք անվանումը, եւ օրենքի նախաբանի համաձայն օրենքի նպատակը բացի տնտեսական մրցակցության պաշտպանությունը եւ երաշխավորումը, տնտեսական գործունեության ազատության ապահովումը եւ այլն, նաեւ սպառողների շահերի պաշտպանության ապահովումն է։ Հետևաբար կարող ենք ասել, որ հանձնաժողովի որպես ինքնավար մարմնի կարևորագույն առաքելություններից մեկը հենց սպառողների շահերի պաշտպանությունն է։ Իրականում տեսեք, շատ հաճախ տնտեսավարող սուբյեկտների մոտ այսպիսի մի թյուր կարծիք կա ձևավորված, որ երբ սպառողը ապրանք է գնում կամ ծառայություն է ձեռք բերում, այստեղ մասնավոր քաղաքացիաիրավական հարաբերություններ են, այսինքն բացառապես տնտեսավարող սուբյեկտ սպառող եւ հանձնաժողովը որպես հանրային լիազորություններ ունեցող մարմին, որպես ինքնավար մարմին, չպետք է միջամտի այդ հարաբերություններին։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է, քանի որ հենց ինչպես արդեն նշեցի, հանձնաժողովի գործունեությունը նախ եւ առաջ ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը եւ շատ հաճախ, եթե մենք նայենք օրենքը, ապա կտեսնենք, որ որպես իրավախախտում նախատեսված մի շարք վարքագծեր, որոնք կան, հենց այդ իրավախախտումների շրջանակում հանձնաժողովը առաջին հերթին հենց դիտարկում է այդ իրավախախտումների շրջանակում, պայմանագրային հարաբերությունների շրջանակում տնտեսավարող սուբյեկտների վարքագիծը, դրանք դիտարկելով օրինակ գերիշխող դիրքի չարաշահման, բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության եւ այլ իրավախախտումների շրջանակում։ Այսինքն, թեև կարող ենք մի բան միանշանակորեն պնդել, թեև տնտեսավարող սուբյեկտների, բիզնեսի եւ սպառողի միջև հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիաիրավական պայմանագրերով, սակայն դա չի բացառում հանրային վերահսկողությունը եւ նաեւ կարեւոր է նկատել, որ բացի այն, որ այդ պայմանագրերը չպետք է հակասեն քաղաքացիաիրավական հիմնական սկզբունքներին, դրանք պետք է նաեւ չլինեն խնդրահարույց այլ օրենսդրության համատեքստում, օրինակ այս դեպքում մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության համատեքստում։ Հետևաբար մի բան միանշանակ կարող ենք ասել, իրավախախտման արկայությունը կամ բացակայությունը երբևիցե չպետք է կաղբման մեջ դրվի այն հանգամանքից, թե արկային պայմանագրային հարաբերություններ, թե չէ, եթե իհարկե օրինակ մրցակցության եւ սպառողների պաշտպանության մասին օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։ Իրականում այս պայմանագրերը բազմիցս եղել են հենց հանձնաժողովի ուշադրության կենտրոնում եւ ինչպես դուք սկզբում շատ ճիշտ նշեցիք, հիմնականում տիպային ձևով սահմանված պայմանագրերն են շատ մեծ տարածում ունեն։ Դրանք ընդունված է անվանել միանալու պայմանագրեր։ Մի փոքր մանրամասն է, որպեսզի բարձ լինի նաև մեր ունկնդիրների համար, թե ինչպես է բնորոշվում միանալու պայմանագիրը։ Միանալու է համարվում այն պայմանագիրը, որի բոլոր պայմանները սահմանվում է պայմանագրի կողմերից մեկի կողմից, այսինքն այս դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից ստանդարտ ձևով, իսկ մյուս կողմը պայմանագրին կարող է միանալ այդ պայմանները ամբողջությամբ ընդունելով։
Ընդ որում ինչն է հատկանշական, որ հաճախ հնարավոր են դեպքեր, երբ օրինակ որևէ պայման համաձայնեցվի մյուս կողմի հետ, այս դեպքում սպառողի հետ, սակայն դա եւս կարող է համարվել միանալու պայմանագիր, եթե տվյալ պայմանի կամ ընդհանուր պայմանագրի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ տվյալ պայմանագիրը միանալու պայմանագիր, այսինքն այն համաձայնեցված պայմանը վճռորոշ նշանակություն չի ունեցել, չի փոխել կողմերի, այսպես ասած, կամքի, վրա չի ազդել եւ հետեւաբար կարող ենք դրանք համարել միանալու պայմանագրեր։ Եթե փորձենք ասենք ավելի պարզ, բացատրել, երկու պայմաններ եթե առկա են, կարող ենք ասել, որ գործ ունենք միանալու պայմանագրի հետ։ Առաջին պայմանը հետևյալն է, եթե պայմանագրի բոլոր պայմանները նախապես սահմանվում են պայմանագրի մեկ կողմի կողմից։ Այսինքն մյուս կողմը չի կարող ազդել այդ պայմանագրի պայմանների վրա, չի կարող մասնակցել դրանց որոշմանը, ինչ որ բանակցություններ վարել, պայմանները փոփոխելու կամ օրինակ դրանք հանելու առնչությամբ։ Ընդ որում հաճախ տարածված են նաև միասնական նմուշի ձևով կնքվող պայմանագրեր, սակայն դրանք միանալու պայմանագրեր չեն համարվում, եթե մյուս կողմը հնարավորություն է ունենում դրանց շուրջ առանձին բանակցելու, որոշակի փոփոխություններ իրականացնելու այդ պայմանագրերում։ Եվ երկրորդ պայմանը, որպեսզի մենք համարենք տվյալ պայմանագիրը միանալու, այն է, որ մյուս կողմը կարող այդ պայմանագրին միանալ բացառապես այդ պայմանները ամբողջությամբ եւ անվերապահորեն ընդունելով։ Այսինքն պայմանագրի բոլոր պայմանները սահմանելու իրավունքը անվերապահորեն մեկ կողմի իրավասության տակ է գտնվում։ Հենց միանալու պայմանագրերի առնչությամբ էլ հանձնաժողովը արդեն որոշակի պրակտիկա ունի ձևավորված, որի մասին ավելի մանրամասն կխոսենք։ Իսկ հետաքրքիր է կան պայմաններ, որոնք չեն կարող ներառվել այդ ձեր նշած միանալու պայմանագրերում, որոնք կնքվում են սպառողների հետ։ Այո, սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքով որոշակի պայմաններ կան նախատեսված, երբ պայմանագրերի մասին ենք խոսում, միշտ գործ ունեն կամքի ինքնավարության սկզբունքի հետ եւ այլն, բայց քանի որ այստեղ կողմերի համաձայնություն չկա, օրենսդիրը նաեւ հաշվի է առել միանալու պայմանագրերի առանձնահատկությունները եւ հստակ սահմանել է որոշակի պայմաններ, որոնք ուղղակիորեն չեն կարող նախատեսվել միանալու պայմանագրերում։ Դրանցից են օրինակ, երբ բացառվում կամ սահմանափակվում է տնտեսավարող սուբյեկտի պատասխանատվությունը սպառողի մահվան, նրա կյանքին կամ առողջությանը հասցված վնասի դեպքում, եթե իհարկե օրենքով այլ բան նախատեսված չէ, այսինքն այդպիսի բացառություն կամ սահմանափակում նախատեսված չէ։ Մյուս կողմից, եթե օրինակ որոշակի ժամկետով կա կնքված պայմանագիր եւ այդ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է առանց սպառողին ողջամիտ ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն տրամադրելու եւ հենց ընդ որում հենց այս պայմանն է խնդրահարույց եղել հանձնաժողովի գործունեության շրջանակներում։ Էլի պայմաններ կան, որոնք չեն կարող ներառվել, մասնավորապես եթե օրինակ վաճառողը, արտադրողը կամ կատարողը պատշաճ չի կատարում պայմանագրով ստանձնած պարտականությունը, իր պարտավորությունները, սակայն դրա դիմաց պարտավորեցնում է սպառողին կատարել իր ստանձնած պարտականությունները, օրինակ գումար վճարել, բայց օրինակ պատշաճ որակի ապրանք չեն մատուցում կամ ընդհանրապես ապրանքը չեն հասցնում գնորդին եւ այլն։ Կամ եթե մատուցվում է որոշակի ծառայություն, կատարվում է աշխատանք կամ ապրանք է ձեռք բերվում եւ հնարավորություն է ընձեռում վաճառողին կամ կատարողին արտադրողին միակողմանիորեն որոշելու տվյալ ապրանքի, ծառայության կամ կատարված աշխատանքի համապատասխանությունը պայմանագրի պայմաններին։ Դրանից բացի, օրինակ, անթույլատրելի է նաև միանալու պայմանագրերում այն պայմանի սահմանումը, որի համաձայն անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը կատարողը կամ վաճառողը կարող է հրաժարվել այդ անորոշ ժամկետով կնքված պայմանագրից առանց ողջամիտ ժամկետում սպառողին ծանուցելու։ Կամ եթե նույն սուբյեկտները, արտադրողը, կատարողը, վաճառողը կարող է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի դրույթները առանց ողջամիտ ժամկետում սպառողին ծանուցելու կամ առանց պայմանագրով նախատեսված որևէ ողջամիտ պատճառի եւ այլն։ Ընդ որում շատ հաճախ պայմանագրերը բավականին խուճուճ են, այսպես ասած, կազմված լինում եւ սպառողների համար շատ հաճախ հստակ չի լինում իրենց ստանձնած պարտականությունները կամ մյուս կողմի ունեցած պարտականությունները եւ այս մասով հենց նույն օրենքը նախատեսում է, որ առաջին հերթին պայմանագրի պայմանները պետք է սահմանվեն պարզ եւ հասկանալի լեզվով եւ հատկանշական է այն հանգամանքը, որ եթե պայմանագրի կամ ընդհանուր դրույթների միջև այդ ընդհանուր դրույթներում օգտագործված որևէ բառերի կամ հասկացությունների վերաբերյալ կա հակասություն, տարաձայնություն, ապա գործում է հոգուց սպառողի մեկնաբանությունը։ Այս մասով մենք էլի գնացել ենք, օրենսդիրը էլի գնացել է սպառողին պաշտպանելու եւ այս հարաբերություններում որպես ավելի թույլ դիրքերում գտնվող կողմի շահերի պաշտպանության ուղղությամբ։ Թեև դուք նշեցիք, որ օրենքը հստակ սահմանում է, թե ինչ պայմաններ կարող են ներառվել այդ միանալու պայմանագրերում եւ ինչ պայմաններ կարող են չներառվել, բայց սովորաբար տնտեսվարողները իրենց ուզած ձևով են մեծամասամբ մեկնաբանում ինչ որ պայմաններ
Եվ մեկ հարց էլ է հետաքրքիր, ինչպես է որոշվում պայմանագրի այդ երկարաձգման ժամկետը, ինքնաբերաբար թույլատրելի է թե ոչ։ Այո, հանձնաժողովը այդ հարցի առնչությամբ կատարել է լայնածավալ աշխատանք, մասնավորապես ինչքան էլ օրենքով նախատեսված էր, բայց լինում էին դեպքեր, երբ որ հստակ չէր սահմանվում, համապատասխան բաժինը նաև կատարել է ուսումնասիրություններ միջազգային փորձը հաշվի առնելով։ Այստեղ ուսումնասիրվել են բացի միջազգային օրենքները, նորմերը, կանոնները, նաև միջազգային ինչ նմանատիպ խնդիրներ են ունեցել եւ նման խնդիրները ինչ կարգով է կամ ինչ լուծումներ են բերել ի օգուտ սպառողի շահերի բարձր մակարդակի պաշտպանության։ Ես եկեք մի փոքր ավելի առանձնացնեմ, դա նաև ուղերձ կլինի տնտեսավարողներին, թե պայմանագիր կնքելուց ինչ կետերի կամ ինչ նորմերի պետք է հետևեն։ Նախ, քանի որ անդրադարձել ենք պայմանագիր կնքելու այն հատվածին, որ ինքնաբերաբար երկարաձգվում է պայմանագիրը առանց ողջամիտ ժամկետ տրամադրելու, ավելի շեշտը դնենք այդ հատվածի վրա։ Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում առանձնացրել ենք որոշակի կետեր։ Այդ կետերից են առաջինը նա, որ երբ որ սպառողը գնում է տնտեսավարողի մոտ պայմանագիր կնքելու կամ երբ որ առաջ է գալիս պայմանագիր կնքելու հարցը, տնտեսավարողը պետք է ի սկզբանե սահմանի հնարավորություն սպառողին ընտրության։ Այսինքն կամ սպառողը ընտրի, որ չի ուզում իր պայմանագիրը երկարաձգվի ինքնաբերաբար, կամ ընտրի մյուս տարբերակը, որ կարելի է ինքնաբերաբար կարող է պայմանագիրը երկարաձգվել։ Դա պետք է սպառողին թույլ տալ հենց ի սկզբանե։ Եվ երկրորդ, եթե սպառողը ընտրել է այն տարբերակը, որ ուզում է պայմանագիրը ինքնաբերաբար երկարաձգվի, այդ պարագայում սպառողը պետք է հնարավորություն ունենա ծանոթվելու, այսինքն տնտեսավարող սուբյեկտը պետք է ողջամիտ ժամկետ տրամադրի սպառողին եւ ծանոթի այդ մասին միջև պայմանագրի լրանալը։ Ես սպառողը պետք է ազատ լինի իր ընտրության հարցում, եթե պայմանագիրը կնքել է 1 տարի ժամկետով, ինքը պետք է ազատ լինի 1 տարվա ընթացքում երբ ուզի մոտենա ու իր կամահայտնությունը հայտնի, որ 1 տարին լրացավ, խնդրում եմ իմ պայմանագիրը այլևս չի երկարաձգեք։ Սա եւս պարտադիր կանոնների շարքից է, որ հանձնաժողովը առանձնացրել է։ Մյուս կետը, որ կցանկանամ առանձնացնել, դա երբ կհամարվի պատշաճ, երբ է սպառողի շահը լավագույնս պաշտպանված տնտեսավարողի կողմից, երբ որ տնտեսավարող սուբյեկտը պայմանագրի 1 տարին լրանալուց առաջ պարտադիր կատարի ծանուցման ժամանակ հստակ նշելով ժամկետը, թե քանի օրում կարող ես մոտենալ կամ քանի օրում դու հնարավորություն ունես դադարեցնելու քո պայմանագիրը եւ հստակ նշի ժամկետը, թե ինչ ժամկետով է եւս երկարաձգվում։ Ենթադրենք 1 տարի է կնքել, հաջորդիվ երկարաձգվելու է եւս 1 տարում։ Եթե տնտեսավարողը այս կետերը պահպանում է, համարում ենք, որ սպառողի շահը լավագույնս պաշտպանված է լինում։ Նաև ուզում եմ անդրադառնալ վերջին կետին, որը որ շատ կարևոր է, այսինքն տնտեսավարողը պետք է հավասար պայմաններ ստեղծի պայմանագրին միանալու եւ պայմանագրից դուրս գալու կամ լուծելու առնչությամբ։ Շատ դեպքերում տնտեսավարող սուբյեկտները համաձայնվում են օնլայն տարբերակով կամ պայմանագիրը տուն մոտեցնելու տարբերակով կնքել պայմանագիր, սակայն դա լուծելու համար սպառողը ստիպված է մոտենալ սպասարկման կենտրոն պայմանագիրը լուծելու համար։ Սա իրավաչափ չէ եւ տնտեսավարող սուբյեկտը պետք է թույլ տա սպառողին պայմանագիրը կնքել եւ լուծել, եւ կնքելը եւ լուծելը պետք է լինեն իրար իրավահավասարաչափ, լուծելը չպետք է պահանջի սպառողից ավել ջանք, քան դրա միանալու պայմանն է։ Եվ այս բոլոր կետերը տնտեսավարող սուբյեկտը պետք է պահպանի բոլորը իրար հետ միասին, որպեսզի համարենք սպառողի շահը լավագույնս պաշտպանված։ Իսկ այս խնդիրները, այս պայմանները, որ դուք արդեն ներկայացրիք առանձնացված կետերը, նկատել է հանձնաժողովը, որ որոշ տեղերում պահպանված չեն կամ կան խնդիրներ, այս մասով հանձնաժողովի ուշադրությունը սևեռվել է արդեն այս խնդիրների վրա, թե ոչ։ Այո, հանձնաժողովի ուշադրության կենտրոնում այս խնդիրը արդեն իսկ եղել է։ Խնդրի ուսումնասիրությունը սկսել ենք այն բանից, երբ քաղաքացու բողոք է ստացել հանձնաժողովը, որ մեր խոշոր տնտեսավարող սուբյեկտներից մեկը հեռահաղորդակցության ոլորտի պայմանագիր կնքելուց իրեն չի տալիս հնարավորություն ի սկզբանե բացառել այդ պայմանագրի երկարաձգումը։
Այսինքն մեր սպառողը ուզում էր, որ իր պայմանագիրը լինի հստակ պայմանավորված ժամկետին համապատասխան, եթե կնքում է 1 տարով, ակնկալում է, որ 1 տարին լրանալուց պետք է պայմանագիրը լուծվի, սակայն ի սկզբանե պայմանագրում նման կետ ներառված չի եղել։ Եվ ինչպես արդեն գործընկերս մանրամասն բացատրեց միանալու պայմանագրերը ինչ է իրենից ենթադրում, դա այն պայմանագրերն են, երբ պայմանագրի կետերը որոշվում են մեկ անձի, այս պարագայում տնտեսվարող սուբյեկտի կողմից, իսկ սպառողը տվյալ պարագայում բանակցելու հնարավորություն չի ունենում ինչ-որ կետ փոփոխելու։ Այս պարագայում եւս ստացվում էր, որ մեր սպառողը չէր կարող բանակցել եւ պայմանագրի մեջ ավելացնել նման կետ, որ չի ուզում իր պայմանագիրը երկարաձգվի։ Այդ հարցի շուրջ, այդ խնդրի շուրջ սպառողը դիմել է մեզ Եվ հանձնաժողովը սկսել է արդեն լայնածավալ ուսումնասիրություն, բացի տվյալ տնտեսավարող սուբյեկտից պահանջել ենք նաև բոլոր նման ոլորտի հեռահաղորդակցության ոլորտի բոլոր խոշոր միջին ընկերություններից պայմանագրերի օրինակներ, ուսումնասիրել ենք բոլոր ընկերությունների պայմանագրերը եւ հասկացել ենք, որ սա միայն մեկ օպերատորի խնդիր չէ, այլ ընդհանուր բնույթ է կրում եւ ունենք եւս վարույթ երկրորդ խոշոր ընկերության նկատմամբ վարույթներն արդեն ավարտված են ընկերությունները ընդունել են իրենց վերահասցեագրվող իրավախախտման փաստը եւ համագործակցության շնորհիվ պայմանավորվել են, որ պայմանագրերի մեջ կկատարեն փոփոխություն եւ նախորդ հարցի հետ կապված այդ բոլոր կետերը, որ թվարկեցի, պարտադիր պայման է, որ ներառվի պայմանագրերում, արդեն իսկ եւս իրենք կփոփոխեն եւ պայմանագրերը կհարմարացնեն այդ կետերի համապատասխան։ Քանի որ խնդիրը վերաբերում էր պայմանագրերի ինքնաբերաբար երկարաձգմանը, այստեղ արդեն վարույթները ավարտվեցին եւ հանձնաժողովը որակեց, որ այն պայմանագրերը, որոնք որ ինքնաբերաբար երկարաձգվում են եւ դրա առարկելու առնչությամբ սպառողին չի տրամադրվում ողջամիտ ժամկետ, դա անբարեխիղճ գործելակերպ է տնտեսավարողի կողմից։ Ավելին, հանձնաժողովը արդեն իսկ ավարտված որոշում կայացրացավ վերջնական որոշման տարբերակի այս կարևոր կետերը ուղարկում է 20 նույնատիպ տնտեսավարող սուբյեկտներին հեռահաղորդակցության ոլորտի, որպեսզի իրենք եւս իրենց պայմանագրերում կատարեն փոփոխություններ եւ համապատասխանեցնեն այն կետերին, որ սահմանել է հանձնաժողովը։ Եվ 1 ամիս անց մենք նորից կկատարենք վերահսկողական աշխատանքներ, կպահանջենք պայմանագրերը, կստուգենք։ Եթե համապատասխան չլինեն սահմանված կետերին, արդեն կհետևի ոչ թե նախազգուշացում, այլ տուգանքներ։ Պատկերացնենք այսպիսի մի իրավիճակ, ես սպառող եմ, ծառայություն ապրանք ձեռք բերելու համար պայմանագիր պետք է ստորագրեմ եւ այդ պահին պայմանագիրը կարդալով հասկանում եմ, որ ինչ որ տեղում իմ իրավունքները ոտնահարվում են կամ գուցե հետո եմ ես հասկանում, որ այս կետը սա էր նշանակում եւ փաստացի իմ իրավունքները ոտնահարվել են։ Ինչպես ինքս պաշտպանեմ իմ իրավունքները, ընթացակարգը ինչպիսին է, ինչ պետք է անեմ առաջին հերթին։ Շատ լավ Սաթենիկ ջան, ամբողջ խնդիրը գալիս է նրանից, որ սպառողը եւս իր մեղքի չափաբաժինը ունի այն մասով, որ դուք կարդում եք պայմանագիրը, սպառողների մի մեծ հատված չի կարդում պայմանագիրը եւ երբ որ գալիս է արդեն վերջում խնդիրի առաջ են կանգնում, հասկանում ենք, որ պայմանագրում կար մի կետ, որը որ խախտում էր քո իրավունքը կամ քո ազատությունը կամ քո ընտրության հնարավորությունը, բայց արդեն սահմանափակված է, որովհետև դու կնքել ես պայմանագիր։ Նաև ասեմ, նմանատիպ պայմանագրերը մենք առօրյայում շատ հաճախ ենք կնքում առանց դա գիտակցելու։ Ցանկացած on-line հարթակի, կլինի Facebook, Instagram, այսպես ասեմ, որ համաձայն եմ կոճակը սեղմում։ Ահա, մեր լսարանին ավելի པարզ լինի, համաձայն եմ կոճակը սեղմում ենք եւ փաստացի մենք ստորագրում ենք պայմանագիր, որը որ այնտեղ հղումներ կա ճիշտ է դրված, բայց մենք ստորագրում ենք պայմանագիր, որ համաձայնվում ենք կայքեջի առաջարկած բոլոր պայմաններին եւ պահանջներին եւ պետք է հետևենք դրանց։ Որտեւ ժամեր են պետք միջև այդ բոլորը կարդանք։ Այո։ Շատ հաճախ ժամեր են պետք, շատ հաճախ է լինում է, որ պայմանագիրը ստորագրելուց պայմանագրի մեջ լինում է այնպիսի մի կետ, որ դու քո համաձայնությունը տալիս ես տվյալ պայմաններին, բայց այդ պայմանները թաքնված են կայքեջի ինչ որ մի հատվածում օֆերտայի տեսքով ու 40-50 էջ, որ դու պարզապես ի վիճակի չես կարդաս ու հասկանաս, որ այնտեղ քեզ սպասվում է օրինակ անժամկետ բաժանորդագրություն։
Մենք պետք է սովորենք պայմանագիր կարդալ, բայց ամենևին, եթե ստորագրել ենք, եթե միացել ենք ու հասկանում ենք, որ չի եղել ընտրության հնարավորություն ու կարևոր կետ կա, որ խախտված է, ու եթե առաջինը խորհուրդ կտամ բանակցել տնտեսվարողի հետ, եթե տնտեսավարողը չի փորձում խնդիրը կարգավորել, իհարկե կանք մենք Եվ սպառողների շահերի պաշտպանությունը սույն թվականի օգոստոսի 1-ից սկսած արդեն զբաղվում է հստակ սպառողների շահերի պաշտպանությամբ կարող է դիմել մեզ, ասեմ նաև սպառողների համար շատ բարենպաստ եւ հեշտ տարբերակներ են սահմանվել հանձնաժողովի կողմից, հանձնաժողովի կայքում ունենք առանձնացված հատուկ հարթակ, սպառողի օգնական հարթակը, որտեղ սպառողը շատ հեշտ կարողանում է գրանցվել գրել իր բողոքը, գցել դրա ապացույցներ, կլինի պայմանագրի օրինակ, կլինի ՀԴՄ կտրոններ, ինչ-որ նկարներ եւ այդ բողոքը ուղարկել մեզ։ Դա ինչ կտա սպառողին։ Սպառողը 14-օրյա ժամկետում կունենա իր բողոքի պատասխանը, երբ որ բողոքը գալիս է մեզ, մենք ուղարկում ենք տնտեսավարողին Եվ տրամադրում 14-օրյա ժամկետ։ Այդ նույն բողոքը եւ գնում է մեզ, եւ գնում է սպառողին, եւ գնում է տնտեսավարողին։ Տնտեսավարող սուբյեկտը 14 օրվա ընթացքում կամ որոշում է ինքնակամ լուծել սպառողի խնդիրը, այսինքն փորձում է կարգավորել, եթե շորեր գնել, եթե նմանատիպ ինչ-որ բաներ են, որ ետ վերադարձի է, գուցե կարգավորում է։ Եթե չի կարգավորվում, արդեն նոր հանձնաժողովը դիտարկում է վարույթ հարուցել տնտեսավարողի նկատմամբ, բայց ամեն դեպքում տրվում է նրան 14 օր ժամանակ, որ ինքնակամ փորձի կարգավորել սպառողի խնդիրը։ Խորհուրդ կտամ մեր սպառողներին, եթե կառնչվեն նման խնդիրների կամ ցանկացած որևէ գործելակերպ, որտեղ կզգան իրենց շահը խախտված է, որտեղ կզգան հանդիպել են ինչ-որ անարդար իրավիճակի, competition.am մեր կայքն է, կարող են ինչպես նաև հետևել մեր Facebook-յան էջին, այնտեղ մուտք գործեն, գրանցվեն, բարձ հեշտացված քայլեր են, եւ բողոք ուղարկեն մեզ, սպասեն մեր պատասխաններին։ Շնորհակալություն Շատ ինֆորմատիվ էր զրույցը, մեր ռադիոլսողների ու ռադիոդիտողների համար էլ կարծում եմ, որ օգտակար էր եւ ամեն պահի, երբ որ կզգաք ձեր իրավունքները այս կամ այն կերպ խախտվել են, որպես սպառող անպայման դիմեք հանձնաժողովին, իսկ ես հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրերն էին սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության եւ ոլորտային զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Շուշանիկ Ղազարյանը եւ հանձնաժողովի անդամի օգնական Նարե Պարոնյանը։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ։